Կա կարծրատիպ, որ անպտղությունը մեծ մասամբ պայմանավորված է կանացի գործոնով։ Այդպիսի բարդ զույգեր կան, բայց դրանք հազվադեպ են հանդիպում արդեն։ Ունեք էրատեստի հետ կապված ինչ-որ աշխատանքային փորձ։ Կարծում եմ էրատեստը այդքան էլ չի աշխատում։ Տեղադրել 3 թե 5 օրեկան սաղմեր։ Կախված է սաղմիկների քանակից, որակից, պացիենտի ցանկությունից։ Էնդոմետրիումի PRP թերապիան տեղադրումից առաջ եւ սկրեչինգը Այդ մեթոդները ցավոք սրտի իրենց արդյունավետությունը չեն ապացուցել։ դու ստիմի մասին եկեք խոսենք։ Երկրորդ խթանումը այդքան չի բարձրացնում արդյունավետությունը։ Առաջի հղիությունը ԱՄԲ-ով։ 7-րդ երկնքում, որ ասեմ, այդպիսի զգացողություն եմ ունեցել, որ քո ձեռքերով մի հղիություն եղավ։ Բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Ձեզ հետ են կրկին Լիդան եւ Նինան։ Մենք գտնվում ենք Embryo-Guide YouTube-յան հարթակում։ Այսօրվա մեր հյուրն է Շենգավիթ բժշկական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Շատ ուրախ ենք, որ ընդունեցիք մեր հրավերը։ Ձեզ մեծ սիրով սպասում էինք։ Այսօր ճիշտ է շաբաթ է, բայց ձեր գրաֆիկում ժամանակ գտաք եւ եկաք։ Մենք էլ առավոտվանից ինչ-որ Նինան պունկցիայեր, չէ՞, ես պացիենտներ ընդունեցի, ասում ենք պետքա շտապենք։ Շնորհակալություն հրավերի համար։ Ուրախ եմ, որ կկարողանանք շփվել եւ զրուցել մեզ եւ հիվանդներին հուզող հարցերի շուրջ։ Միանշանակ մեզ շատ հետաքրքիր է նաև ձեր մոտեցումները որպես ռեպրոդուկտոլոգ։ Կարծես թե կա կարծրատիպ, որ անպտղությունը մեծ մասամբ պայմանավորված է կանացի գործոնով։ Ձեր փորձից ելնելով ինչ կարող եք ասել։ Կարծում եմ այդ կարծրատիպերը վաղուց արդեն կոտրվել են, որովհետև կան շատ հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ ընտանեկան անպտղության դեպքում, երբ որ հետազոտում են զույգին, տեսնում են, որ 40%-ը կապված է կանանց գործոնի հետ, 40%-ը տղամարդու գործոնի հետ եւ 20%-ի դեպքում մոտավորապես եմ ասում թվերը, տարբեր երկրներում տատանվում է 20%-ի դեպքում թե կինը, թե տղամարդը զույգում ունեն խնդիր։ Բարդ դեպքն է, երբ որ համ կանացի գործոնն է եւ տղամարդու գործոնն է։ Ավելի շատ սկսել ենք հետազոտել դրանից է, որ գիտենք, որ իրաց մոդել է, էլի։ Այո, առաջ այդպիսի կարծրատիպ կար եւ միայն կնոջն էին հետազոտում եւ բուժում, բայց վաղուց կարծում եմ այդ ժամանակաշրջանը անցել է եւ արդեն զույգը միասին են գալիս եւ տղամարդը ինքն է առաջարկում, որ բժշկուհի ջան, ես էլ պիտի ստուգվեմ, ստուգվել եմ կամ նորից եմ ուզում ստուգվեմ կամ առաջին անգամ եմ ուզում ստուգվեմ։ Այս վերջերս իմ մոտ դեպք եղավ, որ իրականում խնդիրը տղամարդուց էր, ազոյ էր մոտը, բայց միջավերջ ասում էր, չէ, իմ կնոջից է, անգամ թղթերը տեսնելուց հետո մի քիչ ուղղակի դժվար է տղամարդկանց կողմից իսկ թվում է դեռ ընդունվում այդ փաստը, որ կարա իրաց գործոնով էլ պայմանավորված լինի։ Այդպիսի բարդ զույգեր կան, բայց դրանք հազվադեպ են հանդիպում արդեն։ Հիմա արդեն հանգիստ զույգը գալիս է եւ տղամարդը կարող է հանգիստ ասել բժշկուհի ջան, խնդիրը ինձ մոտ է, ես արդեն գիտեմ։ Իմ բախտը ուղղակի որպես ռեպրոդուկտոլոգ շատ ախերում միշտ հազվադեպ դեպքեր ինձ են ակալիս։ Մենք ես հիշում եմ տարիներ առաջ, երբ որ աշխատում ենք, բնականաբար փորձի փոխանակում, քննարկում, շատ էր լինում, որ նույնիսկ իմ ծանոթները, որ զանգահարում էին, ասում էին գիտեք, ես խնդիր չունեմ, ասում եմ, իսկ տղամարդը ստուգվել է, չէ, ամուսինս չի ստուգվել, մտածում ես լավ, կնոջը ստուգում են, բայց ամուսինը չի գալիս, չի ստուգ, բայց հիմա ոնց որ թե ավելի շատ է փոփոխվել, մարդիկ ավելի ռեալ են գնահատում իրավիճակը։ Մի հատ հետաքրքիր նյուանս կա, երբ որ իմպլանտացիոն պատուհանի այդպես վարկած կա, որ շեղումներ են գնում եւ այլն, այդ պահին գալիս է օգնության էրատեստը։ Ունեք էրատեստի հետ կապված ինչ-որ աշխատանքային փորձեր, կարծիքը որպես մասնագետ ինչպես է վերաբերվում այս թեստին։ Էրատեստը դա գեների հավաքակազմ է, էնդոմետրիումի գեների, որի շնորհիվ որոշում են իմպլանտացիոն պատուհանը։ Դա արվում է գեստագենների սկսման 6-րդ օրը եւ ստուգում է եւ պատասխանը գալիս է ռեցեպտիվ էնդոմետրիումը, պրերեցեպտիվ է թե պոստրեցեպտիվ է, այսինքն պոստրեցեպտիվ, այսինքն արդեն ուշացրել ենք, չնայած 6-րդ օրն է, որ պիտի մենք բլաստոցիստը տեղադրեինք։ Հիմա տեսեք, մի պահ այդ էրատեստի հետ կապված շատ մեծ բում եղավ եւ շատ նորաձև էր եւ շատ լավ կլինիկաներ սկսեցին դա անել, առաջարկել եւ այլն, բայց ցավոք սրտի վերջին տարիներին այդ ամեն ինչը մարեց, որովհետեւ կատարվեցին մեծ հետազոտություններ եւ մեծ մետաանալիզներ, որոնք ցույց տվեցին, որ էրատեստը լավ չի աշխատում եւ նույնիսկ էրատեստի ստեղծողները խոստովանեցին, որ էրատեստը չարդարացրեց իրեն։ Իրականում կան այդպիսի հետազոտություններ, որ այդ նույն բլաստոցիստը մենք եթե տեղադրենք գեստագենների սկսման 5-րդ օրը, 6-րդ օրը, թե 7-րդ օրը, ինքը մի չնչին տարբերությամբ է իր կպչունությունը նվազում կամ ավելանում։
Այդ իսկ նկատառումներից ելնելով, կարծում եմ էռատեստը այդքան էլ չի աշխատում։ Հիմա ավելի շատ ակցենտը դրվում է, որ մենք կարողանանք հնարավորություն ունենանք շատ անգամներ առողջ սաղմիկներ տեղադրեն, գենետիկորեն ստուգված կամ թեկուզ եթե գենետիկորեն ստուգված չէ, պացիենտները հասկանան, որ շատ սաղմիկներ տեղադրելով մենք կկարողանանք բարձրացնել իրենց շանսը եւ մեղքը չենք գցում էռատեստի վրա, էնդոմետրիումի վրա, հիմնական մեր գործող ամենակարևոր ֆակտորը դա մեր առողջ սաղմիկն է, որը կարող ենք ունենալ ավելի շատ փորձեր կատարելով, եթե 1, 2, 3 անգամով չենք հաջողում, դա դեռ չի նշանակում, որ պացիենտը այլևս շանս չունի։ Ուղղակի պետք է կարողանանք ավելի շատ շանսեր ապահովենք իրեն առողջ սաղմիկներ տեղադրելով։ Որովհետև էլի այդպիսի բում եղավ Պոլ Պիրտեայի հետազոտությունը, երբ որ առաջի անգամ տպագրվեց մի քանի տարի առաջ, երբ որ ինքը 3 անգամ տեղադրեց կանանց մեծ խմբին, 3 անգամ տեղադրեց գենետիկորեն ստուգված առողջ սաղմիկներ եւ տեսավ, թե ինչ բարձր կենթանածնություն կարողացավ այդ խմբում ապահովել։ Իսկ անցած տարի տպագրվեց ավելի մեծ հետազոտություն, ավելի մեծ կանանց խմբի վրա, երբ որ 5 անգամ տեղադրեցին գենետիկորեն առողջ սաղմիկներ եւ տեսան, որ 5 անգամ եթե տեղադրում ես գենետիկորեն առողջ սաղմիկներ առանց էռատեստը ստուգելու առողջ կնոջը, կենթանածնությունը 98% էր, այսինքն համարյա բոլորը հղի էին գնում։ Մեխանիկորեն անցնենք հաջորդ հարցին, գենետիկ հետազոտությունը սաղմերի։ Ձեր պրակտիկայում Հայաստանում, քանի որ մենք ունենք պետպատվերով ծրագրեր ու քիչ պացիենտներ են դիմում գենետիկա ստուգելու, այսինքն ՊԳԴ-ա իրականացնելու նպատակով, ձեր պրակտիկայում քանի տոկոսն են մոտավորապես կազմում պացիենտները, որոնք որ գնում են գենետիկայի ստուգմանը սաղմերի, որտեղ երկրներ կան, որոնք որ կենտրոններում բոլորին ստուգում են գենետիկա։ Ես իհարկե կողմնակից չեմ բոլոր սաղմերը ստուգելու, որովհետև կա ծանրացած անամնեզ, այսինքն եթե տարիքը, կնոջ տարիքը 38-ից բարձր է, օքեյ, իրականացնեն գենետիկայի ստուգում կամ չզարգացող հղիություն կամ անհայտ անպտղություն, իսկ եթե կինը օրինակի համար 25 տարեկան է, փողերը հեռացված են, այդ պարագայում գենետիկա գնաստուգես ինչի համար։ Իրականում անկեղծ ասեմ, ես մեր կենտրոնում մենք դեռ չենք իրականացնում PGT-A, բայց պացիենտների ցանկության դեպքում ես ուղղորդում եմ համապատասխան հետազոտություն անցկացնելու։ Եվրոպական շատ երկրներում այդ մեթոդը չի իրականացվում, շատ կամ իրականացվում է շատ խիստ ցուցումների դեպքում։ Ուզում եմ ասեմ, դա պարտադիր հետազոտություն չի միանշանակ, թող պացիենտները հանգիստ լինեն, ովքեր որ չեն անցկացնում գենետիկ թեստավորում, որովհետև գենետիկ թեստավորումն էլ ունի իր մինուսները եւ իհարկե իր պլյուսներն էլ ունի, բայց մինուսներն էլ ունի, որովհետև երբեմն դա բարդացնում է process-ը, երկարացնում է, թանկացնում է։ Եվ երբ որ ցուցումներ չունենք, ինչպես ասեցիք արդեն, երիտասարդ կին է, թեկուզ 1-2 անհաջող փորձից հետո ոչ ոք չի ասել, որ դու անպայման պիտի անես այդ գենետիկ հետազոտությունը, որովհետև հիմնականում մենք գիտենք, եթե սաղմիկը գենետիկորեն առողջ է, ինքը կպնելու մեջ շանս ունի։ Այսինքն մենք դրանով հիվանդի շանսը այդ ցիկլի համար չենք բարձրացնում գենետիկ հետազոտություն անելու, որովհետև մեկը այդ գենետիկ առողջ սաղմիկը հայտնվելու է իր արգանդում տեղադրումներից մեկի ժամանակ։ Այո, կան պացիենտներ, որոնք իրենց ցանկությամբ ուզում են, որպեսզի դա իրականացվի եւ իրենց մեկ տեղադրումը ինչ է եւ այլն կատարվի գենետիկորեն առողջ սաղմիկով։ Բայց ուզում եմ ասեմ, որ դա պարտադիր հետազոտություն չի, նույնիսկ անհայտ պատճառի անպտղության դեպքում, նույնիսկ չզարգացող հղիությունների դեպքում մեր կանոնակարգերում չի գրված, որ դա պարտադիր հետազոտություն է։ Եվ իհարկե հիվանդի ցանկությամբ երբեմն շատ անհաջող ցիկլերից հետո ես էլ եմ ուղղորդում, ասում եմ, մի հատ հասկանանք սաղմիկները առողջ են թե ոչ։ Բայց իմացեք, որ այդ ցիկլի համար, երբ որ մենք կատարում ենք գենետիկական հետազոտություն սաղմերի, մենք այդ ցիկլի արդյունավետությունը դրանով չենք բարձրացնում, որովհետև մեկ է այդ գենետիկ առողջ սաղմիկը հայտնվելու է տեղադրումներից առաջինում կամ երկրորդում կնոջ արգանդում եւ ունենալու է իր հնարավորությունը իմպլանտացիայի։ Ես էլ հակադարձ եմ։ Օրինակ, եթե 38 տարեկան է, դեպք ենք ունեցել
2 տարեկան, 41 տարեկան կին էր, ուներ 4 սաղմ, գնացինք գենետիկայի, որտեվ 38 տարեկանից հետո բնականաբար ցանկալի է։ Խորհուրդ ենք տալիս, բայց վերջի բուժառուն է ընտրում։ Իրականացնել դա, որտեվ դա եւ ֆինանս է, եւ ժամանակ է։ Գնացինք բուժառուն ինքը ասեց ես պատրաստ եմ դրան, որտեվ հասկանում եմ եւ իմ տարիքը, եւ չեմ ունեցել հղիություններ բավականին երկար տարիներ։ Ստուգեցինք 4 սաղմը, 4 սաղմից մեկն էր առողջ, մնացածը Down սինդրոմով սաղմեր են, այսինքն կենդանածնություն տվող սաղմեր են։ Այդ պարագայում արդյոք գնալ ռիսկի չիրականացնել գենետիկա, ստանալ հղիություն, հասնել 12 շաբաթականի, բարձել որ Down սինդրոմով է։ Միգուցե իրականում բժիշկները, որ 38 տարեկանից հետո ուղղորդեն գենետիկա իրականացնելու համար, որովհետև դա նաև հոգեբանական տրավմա է պացիենտի, որ ինքը գիտի, որ ինքը հղի է, երեխան հեսա իր երազանքը կկատարվի, հասնում է 12 շաբաթականին ու պետք է ընտրություն կատարի, ունենա այդ երեխային, թե չունենա։ Իրականում նայեք, Down սինդրոմով սաղմիկներն էլ կպնելու շանսը ավելի փոքրիկ է, քան առողջ սաղմ։ Ինքը չունի նույն շանսը, ինչ որ առողջը կարա լինի շատ փոքրիկ, չէ, կարա լինի իմպլանտացիա, բայց ավելի փոքր է շանսը։ Down-ով սաղմիկները ավելի ցածր կպնելու հավանականություն ունեն։ Ես այսքան տարի, ես 2009 թվականից սկսել եմ արդեն այս գործողություններով զբաղվել եւ անկեղծ ասեմ, մեկ պացիենտ ենք ունեցել էկոից հետո, որ Down-ի համախտանիշ ա եղել իր մոտ։ Եվ այդ մի պացիենտի համար այսքան տարիների ընթացքում ես պետքա ինչքան սկրինինգներ անցկացնեի, գենետիկ թեստեր անցկացնեի։ Ձեզ անկեղծ իմ ստատիստիկան եմ ասում։ Եվ դրա մի հակառակ կողմն էլ կա, որ գուցե ինչ-որ հակասական բան եմ ասում, ինքը կեղծ երբեմն մոզաիցիզմի պատճառով ինքը նաև կեղծ դրական արդյունքներ է տալիս, եւ մեզ ասում է, որ այս սաղմը ենթակա չի իմպլանտացիա, ենթակա չի առողջ բալիկ տալու, բայց իրականում դու կարող ես տեղադրեիր, դու կարող ես սխալ բջիջներ ես դուրս բերել, իր մոտ մոզաիցիզմ է եղել եւ դու տեղադրես եւ առողջ բալիկ ծնվի։ Այդպիսի հետազոտություն էր արել ամերիկացի շատ հայտնի գիտնական Գլայխերը, եւ ինքը ասել էր՝ բերեք սաղմիկները հիվանդ, որտեղ որ կլինիկաներում կա ձեզ մոտ հիվանդ սաղմիկներ, բերեք ես կտեղադրեմ։ Իհարկե անցել էր լուրջ կոմիտետը, էթիկայի եւ այլն, եւ ինքը տեղադրել էր։ Եվ այդ Զաբրակովն այդ էմբրիոններից առողջ բալիկներ էին ծնվել։ Դա հետաքրքիր շատ մեծ հետազոտություն էր, այո։ Դա 100% մեկա չի տալիս։ Այո, ուզում եմ ասեմ, դա տենց չի, որ անպայման Down-ը կկպնի, շատ փոքրիկ է Down-ի կպնելու հավանականությունը։ Շատ փոքրիկ եւ ասում եմ, այսքան տարիների ընթացքում ինձ մոտ մի դեպք է եղել։ Ու ամենայն դեպս 40 տարեկանից հետո չզարգացող հղիությունների քանակը շատ ավելի բարձր։ Չզարգացող հենց դրա պատճառով, այո։ Միգուցե գնալ որ չստանալ չզարգացող հղիություն։ Կարելի է առաջարկել, միանշանակ դեմ չեմ, բայց նաև պետքա բացատրենք, որ դա մեր արդյունավետությունը տվյալ ցիկլի առանձնապես չի բարձրացնում։ Դա ուղղակի պացիենտներ կան, որ ասում են մեզ համար ստրես կլինի, եթե մենք հղի անանք, վիժենք եւ այլն։ Այդ դեպքում միանշանակ այո կարող ենք ուղղորդել։ Բայց զգուշացնելով նաև կեղծ դրական եւ կեղծ բացական արդյունքների մասին։ Նույն բանը ես խոսում եմ նաև պացիենտների հետ, որովհետեւ իրանք ինձ ասում են 100% պատասխան ենք ստանալու։ Ասում եմ, չէ, մենք ստանում ենք պատասխան ըստ ուղարկված բջիջների։ Այո։ Ես չեմ կարող ասել մնացածը ինչ վիճակում է։ Դա ձեզ կողմնորոշելու, ինչպես նաև ուղղորդելու միջոց է, բայց ես ստանում եմ պատասխան միայն այդ 4-5 բջիջ, որը որ ուղարկում եմ։ Ես չեմ կարող ասեմ ամբողջ սաղմի մասին։ Դա օգնություն է ձեզ մանավանդ բարձր տարիքային խմբի կանանց համար։ Բայց մի բան էլ ասեմ, օրինակ Նինայի կատարած աշխատանքի հետ զուգահեռ դե ինքը շատ վաղուց է ՊԳԴ-ներ անում, ու եթե չեմ սխալվում, քո աշխատանքի մեջ եկած պատասխանն ու հղիությունը ծննդաբերությունը, այսինքն առողջ համընկելը իր փորձից հենելով եմ էլի ասում։ Հա, դե չէ, բայց կարող է մենք սաղմիկներ կա, որոնց ասել ենք, որ հիվանդ է, բայց դնենք, ինչպես արեց Գլայխերը եւ առողջ բալիկներ ծնվեցին, այո։ Եթե օրինակ երկուս ուղարկեցիր, մեկը ստացար նորմալ պատասխան, լինում է ՊԳԴ-ով սաղմը տեղադրելուց էլ կարաս չստանաս հղիություն։ Չստացար հղիություն, պացիենտը ասում է՝ «Բա լավ, այն մեկը ինչ անեմ»։ Այդ ժամանակ դու պետքա կապ հաստատես գենետիկի հետ, այսինքն եթե տեղադրես այնտեղ նենց լուրջ անոմալիաներ չեն, որ կարող են նաև տալ կենդանածնություն, գենետիկի հետ քննարկելուց հետո պացիենտին զգուշացնելուց եւ պացիենտից թույլտվություն ստանալուց եւ համաձայնություն ստանելուց հետո կարելի է իրականացնել տեղադրում։ Այդ մոզաիցիկ սաղմերի դեպքում
եթե գենետիկը թույլ է տալիս, այո, կարելի է։ Այդ անպայման պետք է գենետիկական խորհրդատվություն անցնելուց հետո կարելի է, այո։ Հիմա այս պահին ունեմ զույգ, որի հենց կարիոտիպի հետ կապված արական ֆակտորով ունենք խնդիր, դրա համար միանշանակ է, որ ՊԳԴ-ով գնացինք, այսինքն մեկը եկավ անառողջ, չէ, մեկը արական սերը եկավ առողջ, հեսա շուտով շաբաթօրը տեղադրելու ենք Նինայի հետ, հետո մեկ էլ հենց տարիքային խումբը մի քիչ ասում եմ, նկատած հենց կունեի, ինքը չզարգացող հղիություններ, այսինքն ինքը հրանում աճի չզարգացող է, զուտ իր տարիքային ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա, ֆուլ հետազոտված, այրան էլ էլի առաջարկեցինք, որ ՊԳԴ-ով գնա դեպի հղիության միանշանակ, որովհետև դե ինքը հրանում այդ խնդիրը չունի։ Իմ մոտ տարիքն է, կարիոտիպի շեղումն է, ամենակարևորը որ դա լինի, ու չզարգացող հղիությունների անամնեզը, որ պրям sense ասում եմ միանգամից գնում ենք դեպի ՊԳԴ։ Ես դա ինչպես ասեցի Լիդա ջան, այո, դա կարող է առաջարկել, բայց դա մեր կանոնակարգերով, պրոտոկոլներով միանշանակ չի, որ պիտի անպայման ուղղորդես, իսկ ինչ վերաբերում է միանշանակ ցուցումները, դրանք կարիոտիպի շեղումներն են, ինչպես գիտեք, եթե զույգից մեկի մոտ կարիոտիպի շեղում կա, դա արդեն ուղղակի ցուցում է, դա միանշանակ։ Այո։ Մենք միանգամից անցանք ՊԿԴ-ի 5 օրեկան սահմ, բայց եկեք քննարկենք 3 թե 5 օր։ Վերջերս շատ բուրըն արձագանք է ստացել տեղադրել 3 թե 5 օրեկան սահմներ։ Ձեր պրակտիկայից 3 թե 5 օրեկան սահմ։ Ես ասեմ սկզբը, ես տեղադրում եմ 5 օրեկան սահմեր։ Ես 3 օրեկան Սահմնաբանները սիրում են 5 օրեկան, այո, չգիտեմ, տարբեր է, որովհետև մեր սահմնաբանը սիրում է 3 օրեկան։ Տեսեք, 3 թե 5 օրեկան կախված է ամեն պացիենտի համար անհատական մենք միասին որոշում ենք կայացնում։ Եթե սաղմիկները շատ են, մենք տեղադրում ենք 5 օրեկան։ Եթե սաղմիկները քիչ են, մենք հույս ունենք, որ մոր արգանդում ավելի բարենպաստ պայմաններ կլինեն այդ սաղմիկների աճման համար, եւ մենք իրենց տեղադրում ենք 2 եւ 3 օրեկան։ Կախված է սաղմիկների քանակից, որակից, պացիենտի ցանկությունից։ Իհարկե, եթե սաղմիկները 5 օրեկան են եւ ավելի մեծ է շանսը, ավելի մեծ է ընտրությունը, դու կարողանում ես ավելի լավ ընտրություն ապահովես։ Բայց եթե սաղմիկները քիչ են, իմաստը թողել իրենց 2 օր ավել ինկուբատորում, մի քիչ ես նախընտրում եմ անկեղծ ասեմ, այսքան տարիների փորձի ելնելով ես նախընտրում եմ 3 օրեկան։ Կարծում եմ, որ էպիգենետիկական բաները, ազդեցությունները սաղմիկների վրա, որոնք ապրում են ինկուբատորում, դեռ վերջնական հետազոտված չեն։ Եվ դրանք ինչքան շուտ գնան մամայի արգանդ, այնքան ես ավելի ինձ հանգիստ ու ապահով եմ զգում։ Դրա համար ես նախընտրում եմ 3 օրեկան։ Իհարկե, եթե սաղմիկները շատ են, ես ասում եմ չեն կարող ընտրել, եկեք թողենք 5 օրեկան, հատկապես եթե ցուցված է 1 սաղմիկի տեղադրում, ես նույնպես նախընտրում եմ 5 օրեկան, բայց ընդհանուր առմամբ իմ նախասիրությունը ես սիրում եմ, որ 3 օրեկանում իրենք գնան մամայի արգանդի մեջ, ես ինձ ավելի ապահով եմ զգում, որ իրենք մաման ավելի հանգիստ կլինի։ Մաման էլ գինեկոլոգն էլ, բուժող բժիշկն էլ։ Օրինակ ես ուղղորդվում եմ, որ տեղադրենք 5 օրեկան 1 սաղմ։ Այո, եթե կա այդ հնարավորությունը, երիտասարդ է եւ սաղմիկները շատ են, որակով են, այո։ Բայց եթե ավելի տարիքով մեծ կին է, այդ դեպքում մենք կարող ենք, ինչպես գիտեք, գայդլայնների համաձայն 38-ից հետո մենք կարող ենք 2 սաղմիկ տեղադրել, 40-ից հետո մենք կարող ենք 3 սաղմիկ տեղադրել, բայց այդպիսի ռիսկեր կան։ Այո, ռիսկեր կան։ Այդպես մի զավեշտալի դեպք պատմեմ, որ պացիենտիս 42 տարեկանում արտամարմնային բեղմնավորում արեցի եւ քանի որ 42 տարեկան էր եւ գայդլայնները թույլ են տալիս շատ սաղմիկներ տեղադրել, ես 42 տարի 3 սաղմիկ տեղադրեցի եւ ինքը սեփական ձվաբջջով էր, ես կարծեցի, որ ոնց է լինի այդ 3-ից մեկը գենետիկական խնդիր կարող է ունենալ, կարող չկպնել եւ այդ կինը 43 տարեկանում արդեն 3 աղջիկ բերեց, 3-ն էլ աղջիկ ու 3-ն էլ առողջ։ Շատ հետաքրքիր է, բայց կան գայդլայններ, որոնք ասում են, որ այդ տարիքում կարելի է 3 սաղմիկ տեղադրել, որովհետև սաղմիկները, գիտեք, առողջ լինելու հավանականությունը փոքրանում է եւ որ բոլորը կկպնեն, շանսը փոքրիկ է, բայց այդպիսի դեպք իմ կյանքում եղել է։ Իսկ եթե 42 տարեկանա տեղադրեցինք 2 սաղմ, երկուսն էլ կպավ, բայց նույն սկրինինգի արդյունքում պարզեց, որ մեկը խնդիր ունի։ Այդ բարելավը բարթանում է, այո։ Բարթանում է, բայց դա էլ իր լուծումները ունի, ինչպես գիտեք, կարելի է անել մի սաղմիկի, հիվանդ սաղմիկի ռեդուկցիա, որը 11-12 շաբաթականում արվում է, եւ այն մյուս առողջ սաղմիկին հնարավորություն է տրվում արդեն աճելու, զարգանալու, այո։
Ես չգիտեմ, իմ փորձը այդքան շատ չի, բայց ես այդ ներքին ոչ թե վախերի, այլ ոնց որ սիրում եմ մի քիչ ավելի շատ ապահովագրեմ։ Օրինակ եղել է, որ ստացել էինք սաղմեր, բայց միշտ Նինան թողում է 5 օր որ աճի, ու էլի 40 տարեկանում մի հատիկ 5 օրեկան սաղմոն ենք դեռ չի գնացել, սուրոգատ մամայով ենք պլանավորում, ու անամնեզը մի քիչ բարդ է, բայց միշտ հանգիստ եմ, չգիտեմ ինչի հանգիստ եմ լինում, որ 5 օրեկան է, որտեղ մտածում եմ, որ 5 օրեկանից ինքը կարա հանգիստ բիոպսիա անի, օրինակ նույն ՊԳԴ-ի համար, իսկ 3 օրեկանը դրան մի քիչ չի ենթարկվի։ Ժամանակին անում էին 3 օրեկանների, ես էլ էի անում, բայց դա էլ իր խնդիրներ ունի։ Երբ որ անում ես 3 օրեկան սամ, օրինակ վերցնում ես բլաստամեր, որտեղ որ պարունակվում է նորմալ հավաքակազմով, առաջի հերթին դու սահմանափակ ես քանակի մեջ, դու կվերցնես միայն մի հատ։ Չէ, բայց նայեք Նինա ջան, այդ 3 օրեկանը այո արվում էր, բայց դա արգելվեց ինչու, որովհետև վիժումների տոկոսը շատ բարձր էր հետո այդ սաղմիկների եւ իմպլանտացիայի հավանականությունը նույնիսկ առողջ սաղմիկ տեղադրելուց քիչ էր։ Էլի մեծ հետազոտություններ արվեցին, որոնցից հետո որ տեսան թե վիժումն է բարձր, թե իմպլանտացիան է ցածր, դա արգելվեց։ Դրա համար հիմա ամբողջ աշխարհը ասում է, եթե PGT-A եք անում կամ PGT-M եք անում կամ PGT-SR անպայման 5 օրեկան սաղմիկից վերցրեք, որտեղ 5 օրեկան սաղմիկից վերցնելու դեպքում վիժումների տոկոսը եւ իմպլանտացիայի շանսը չի նվազում։ Այդ բանից ելնելով 3 օրեկան հիմա խորհուրդ չի տրվում։ Դե այդ եմ ասում, Բայց տարիներ առաջ անում էի, այո, որ 3 օրեկան էր, դու սահմանափակ ես քանակի մեջ, որովհետև վերցնում ես ընդամենը մի բջիջ, որովհետև եթե դու 2 բջիջ վերցնես, կարա ինքը չզարգանա։ Եվ խնդիր կա, որ դու կարաս մի բջիջը վերցնես, որը պարունակում է նորմալ հավաքակազմ, իսկ այն 7-ը կամ 6-ը ոչ նորմալ, եւ գալիս է նորմալ պատասխան, իսկ քո սաղմը չի զարգացել։ Հիմա ոնց պացիենտին բացատրես, որ գիտես, կարող է ես վերցրել եմ այն բջիջը, որը որ պարունակում է նորմալ հավաքակազմ, իսկ այն 6-ը լավը չէին, դրա համար էլ սաղմը չզարգացավ։ Այո, դժվար է շատ պացիենտներին երբեմն բացատրել, հատկապես այդ նույն դեպքը լինում է պացիենտներ շատ սաղմեր ունեն 3 օրեկան, եւ հետներ զրուցում ես, ասում ես դե լավ, թողենք 5 օրեկան, ընտրենք եւ այլն, թողում ես 5 օրեկան, դրանցից մեկն է աճում կամ ոչ մեկը չի աճում։ Այնքան դժվար է բացատրել։ Ու հարցար, կարող է դուք ինչ-որ այո, ինչ եղավ, ասում եք ես 10 սաղմիկ ունեմ, բա ինչի ես բլաստոցից չունեմ։ Այդպիսի հարցեր կան, որ մեր առօրյա գործունեության մեջ դժվարացնում է, բայց մի բան էլ ասեմ, որ մեզ հիմա օգնության է գալիս ChatGPT-ին, որովհետև պացիենտները հաճախ դիմում են ChatGPT-ին եւ ինքը շատ խելացի, ի օգուտ մեզ, այսինքն բացատրում է ինչ է կատարվում։ Ի օգուտ բժիշկների։ Այո, այսինքն ասում է այն ինչ որ իրականությունն է եւ պացիենտները ավելի հանգիստ են վերաբերվում այդ փաստին։ Դա քիչ է, որ ChatGPT-ին ավելի շատ են Ես հավատում, քան բժիշկներին, որ դիմում են եւ ավելի հա բժշկուի ջան, մենք արդեն գիտենք, խոսեր ենք ChatGPT-ի հետ։ Եվ ես շատ ավելի հանգիստ եմ, որովհետեւ ChatGPT-ին վերջին նորությունները իրենց ասում է։ Օրինակ տենց այդ ձեր ասացի նման, որ հասնում է մինչև 5-րդ օրը ու սաղմերը քիչ են լինում, դեպք եղավ հենց իմ բուժարումների մոտ, եթե ասում եմ, որ ես մենակ ասել եմ եւ դրականը եւ բացասականը, որովհետեւ մենք բժիշկ ենք աշխատում ենք եւ չի կարա լինի 100% արդյունք եւ շատ հաճախ մեզանից չի կախված ի վերջո ձվաբջի որակը, հա, նույն, չգիտեմ, արական գործոնով պայմանավորված մենք խնդիրներ ենք ունենում, որ դու ինչքան ուզում ես լավ եղի եւ ընդհանրապես սաղմնաբան, բայց մենք չենք կարա շատ process-ների մեջ խառնվենք նույն բջիջների կիսման ու հա իրականում պոլիկիստոզով պացիենտ կա էր եւ ոչ մի հատիկ սաղմ չստացանք պրատամբոլից։ Պոլիկիստոզը ամենաբարձրն է եւ էնդոմետրիոզը։ Եվ կանգնած դե եթե 3 օրեկան լինեին բնականաբար մենք քանակ կասեինք իրենց, բայց 5 օրեկան չունեցանք։ Ու իրականում բուժարուներին հետ անկեղծ խոսելուց հետո որ գիտեք, որ եթե լիներ սենց եւ այլն, իրենք հասկացան եւ որոշեցին փորձել երկրորդ անգամ մի քիչ ավելի նիհարելով, իհարկե քաշի կորեկցիա դրանից առաջարել են, մի քիչ մոտեցումը պրոտոկոլային փոխենք, բայց իրենք հասկացան եւ այլն գնացինք առաջ, չգիտեմ, եւ իմ մոտեցումների տարբերից, բայց ինձ որպես ռեպրոդուկտոլոգ հանգիստ եմ ավելի զգում, որ իրականում տենց եղավ, որ ճիշտը այո, ճիշտ է, խոսեցինք այո, պետք է ազնիվ լինել պացիենտների հետ, ինչքան էլ դժվար է դա իրենց բացատրելը, մեր մասնագիտության մեջ դա ամենադժվարն է, որ դու ազնիվ իրենց բացատրես, որ գիտեք, ասենք 20 ֆոլիկուլ էր, բայց ստացվել է օրինակ 2 ձվաբջիջ։ այո, այդ հարցերի պատասխանները մենք էլ հաճախ չգիտենք ինչու այդպես եղավ, բայց մենք պարտավոր ենք ազնիվ լինենք։
Միանշանակ որ ճիշտ լինի։ Այդ իսկ պատճառով մենք այս պլատֆորման ենք բացել, որ մաքսիմալ բացենք այս սահմանները, որովհետև իրականում բժիշկը շատ բան կարա ասի, բայց մեկը բուժառում պացիենտը գնում է ինտերնետում սա է կարդում, նա է կարդում ու արդեն իր մեջ sense ինֆորմացիայի հետո ինչ որ մոտեցումների տարբերություններ է շատ լինում, անգամ մենք շփվում ենք ու տեսնում ենք, որ ասենք մասնագետների տարբեր մոտեցումներ, ինձ թվում է բուժառուներին էլ է հետաքրքիր դիտարկել տարբեր կերպով։ Այո, այս մոտեցումների տարբերությունը հիմա իմ ամենասիրած հարցերից մեկն է։ Էնդոմետրիումի PRP թերապիան տեղադրումից առաջ եւ սկրեչինգը սիրում եք արդյոք թե ոչ եւ իրականացնում եք թե ոչ։ Տեսեք, ժամանակին սկրեչինգը էլի բում էր ու ես շատ էի անում։ Հետո էլի նախորդ ցիկլում, գիտեք, դա էնդոմետրիումի ակտիվացումն է, այդպես փայփել բիոպսիայի ձևով արվում է եւ հաջորդ ցիկլում տեղադրվում է եւ ավելի լավ շանսեր են լինում։ Մի բան շատ եմ արել, բայց հետո մետաանալիզներ էլի դուրս եկան, որ ցույց տվեցին, որ առանձնապես շատ չի բարձրացնում արդյունավետությունը եւ հիմա ավելի քիչ եմ անում։ Նույնը PRP-ն էլի մի քանի տարի առաջ շատ մեծ բում էր, մի պահ էլի արեցի, բայց հիմա էլի չեմ անում, բայց երբ որ պացիենտները գնում են հիստերոսկոպիայի եւ իրենց առաջարկվում է ներարկումային PRP էնդոմետրիումի մեջ հիստերոսկոպիայի ժամանակ, եթե քիրուրգը ասում է իսկ ուզեք PRP էլ անեմ, ես ասում եմ ես դեմ չեմ։ Ինչ եմ ասում դեմ չեմ, որովհետեւ այդ մեթոդները ցավոք սրտի իրենց արդյունավետությունը չեն ապացուցել, որ ես ասեմ այո դա իրեն ցուցված է։ Ես դեմ չեմ, կարող է ինչ որ մեկին, ինչ որ միտեղ, մի օր, մի ցիկլի ընթացքում օգնի, բայց չապացուցված վերջնականապես այդպես միանշանակ չեղող բաներ չեմ կարող առաջարկել, խորհուրդ տալ եւ այլն։ Բայց եթե պացիենտը ինքը ուզում է կամ քիրուրգը առաջարկում, ասում եմ ես դեմ չեմ։ Սկրեչինգ հիմա մեկ-մեկ էլի անում եմ, այն անհաջող իմպլանտացիաներից հետո, բայց չեմ կարող ասել, որ դա շատ բարձրացնում է մեր process-ի արդյունավետությունը, բայց անում եմ մեկ-մեկ։ PRP շատ քիչ ավելի, բայց եթե գիստրոսկոպիայի ժամանակ ուզում է քիրուրգը անի, ես էլի դեմ չեմ։ Իրականում PRP-ին հիստերոսկոպիայի ժամանակ ես ավելի շատ տեղ եմ տալիս, ինչ որ երբ որ մենք ենք անում կաթետրի միջոցով, որովհետև շուտքի տարբերությունը շատ եմ զգալի է, հա, միանգամից ոնց ապրում եւ այլն, այս PRP-ի ժամանակ մտածում եմ ինչ ասեղով պետքա սկզբից, դե որովհետև մենք չէինք անում Մոսկվայում մեր բաժանվանքում PRP, դե ես հետո մտածեցի ոնց ինչ ասեղով պետք է անեմ, որ իրական լինի, պարզապես մեր սովորական ֆունկցիոն ասեղներով են անում, ուրախացա, որ այդ մեր ասեղներն են անկյաց, շնորհիպություններ կան էլի, ավելի շատ, հա։ Պրոստը որ պլազմայի հետ կապված հետաքրքիր բաներ կան, անգամ դեմքի հետ կապված, որ ինչ-որ տեղակաբոբոքայի պրոցեսներ է ցույց ունենք, որ էնդոմետրիումի ինչ-որ մի բան կանի, հա։ Ըստ իս թվում է все-таки էլի 50-ն է 50, էլի միջև վերջ ապացուցողական չի։ Այո։ Ինչ-որտեղ կօգնի, ինչ-որտեղ չէ։ Դու այս թիմի մասին եկեք խոսենք, ձեր պրակտիկայում փորձերը ավելացրել է արդյոք հավանականությունը շատ սամեր ստանալու։ Հիմա կասեք ինչ ասում եմ, ես ամեն ինչ փորձում եմ։ Ես եմ բժիշկներից եմ, որ մի բանի մասին սկսում են խոսել, ես պիտի փորձեմ։ Ու դու ոստիմը էլի տարիներ առաջ, երբ որ սկսեցին խոսել, ես առաջիններից որ սկսեցի դա անել։ Դոստին պացիենտներին բացատրենք, որ մեկ ցիկլի ընթացքում 2 անգամ խթանում է արվում։ Մի պահ եղան հետազոտություններ, որ երկրորդ խթանման ժամանակ ավելի որակով ու ավելի շատ ձվաբջիջներ կարելի է ստանալ, եւ ես ակտիվ սկսեցի դա կիրառել մի քանի պացիենտի վրա, հետո տեսա, որ չէ։ Ստանում ենք համարյա նույն քանակի կամ երբեմն ավելի քիչ, շատ հազվադեպ դեպքեր ա լինում, որ երկրորդ խթանման ժամանակ դու ավելի շատ ու ավելի որակով ձվաբջիջներ ես ստանում։ Դոստիմը այն դեպքերում ա ցուցված իմ կարծիքով, երբ որ ասինխրոն աճ ա լինում ձվաբջիջների, եւ դու կարողանում ես առաջի խթանումից հետո վերցնես մեծ ձվաբջիջները, հետո անես երկրորդ խթանումը եւ վերցնես այն փոքրիկները, որոնք չէին հասցրել աճել։ Ինքցիայի օրը երբ որ Այո, դա շատ հազվադեպ է ցուցված լինում։ Հիմնականում դոստիմը խորհուրդ տրվեց անել սկզբում ցածր ձվարանային պաշարով կանանց համար, բայց նաև դա ցուցված է պտղաբերության պահպանման պրոտոկոլներում, երբ որ կինը ժամանակ չունի, պիտի գնա, այո, ժամանակը սահմանափակ է, պիտի գնա, ասենք, քաղցկեղի բուժման, 2 անգամ խթանում ենք անում ձվաբջիջները, սառեցնում ենք, ինքը գնում է իր թերապիային։ Բայց հետո իմ սեփական փորձը, նաև հետո հետազոտությունները ցույց տվեցին, որ երկրորդ խթանումը այդքան չի բարձրացնում արդյունավետությունը, մի բան էլ առաջի խթանումից արդյունքները կարող են ավելի վատ լինել, եւ ես հիմա պացիենտներին առաջարկում եմ, բայց
կոպիտ ասած չեմ պնդում, որովհետև երկու հատ իրար հետևից խթանում, թե մի ցիկլի ընթացքում երկու խթանում, առանձնապես բան չի փոխվում, մի բան էլ գուցե երկու հատ առանձին խթանումը ավելի էֆեկտիվ լինի։ Դրա համար ես հիմա այդ շատ չեմ կիրառում, բայց ժամանակին շատ եմ կիրառել, որ ինքս էլ համոզվեցի, որ այդքան էֆեկտիվ չի իրականում։ Եվ ինչի ենք մենք սիրում երկու առանձին, որովհետև կարող է անես այդ խթանումը ու սաղմիկը լավ լինի, էնդոմետրիումը լավ լինի, դու ասես արի տեղադրենք ու այդ մարդուն այդ ցիկլի ընթացքում հղիանալու շանս տաս։ Իսկ դոստիմով այդ շանսը չկա։ Պիտի երկու հատ խթանես, հետո գուցե մի ամիս էլ հələ ինքը հանգստանա, այն մյուս ամիսը նոր սկսես տեղադրումը։ Երբեմն դա ցուցված է, այո, պետք է, բայց իհարկե ոչ բոլորին։ Իմ սիրած հարցը, առաջի հղիությունը ԱՄԲ-ով ձեր ինչ հիշողություններ, ինչ էմոցիաներ, ինչ եք զգացել առհասարակ։ Լավ հուշեր արթնացրեցիք իրականում։ Երբ որ նոր ես սկսում դրանով զբաղվել, դա քեզ համար մի հրաշք է։ Միանգամից աչքերս սկսեցի փայլել։ Շատ ես այդ որ հիշեցի, այդ զգացումը, այդ դրական ԽԳ-ն, այդ հեռախոսազանգը պացիենտի, որ տեստը դրական էր, 7-րդ երկնքում որ ասեմ, այդպիսի զգացողություն եմ ունեցել, որ քո ձեռքերով մի հղիություն եղավ։ Տարիների ընթացքում այդ զգացումը պակասում է, այդ երջանկության զգացումը ամեն դրական ԽԳ-ի հետ, բայց միևնույն է, նույն ոգևորությամբ, նույն սիրով, նույն ոնց որ ջանքեր ես թափում, ամեն ինչ անում ես, որ ամեն պացիենտդ այդ էմոցիան ապրի ու դու էլ իր հետ ուրախանաս ու դու էլ իր հետ ապրես այդ էմոցիաները։ Հետաքրքիր է։ Օրինակ իմ մոտ էլ sense առաջի հղիություն էս անհամբեր սպասում էի, ոնց է լինելու դրականա ԽԳ։ Ու հետաքրքիր է, որ իմ մոտ չի սպառվում այդ էմոցիաները, ամեն մեկի ժամանակ, որ տեսնում եմ ինչից ուղղակի դուք չեք տեսնում, իսկ որ ես տեսնում եմ ինչից ինչա դառնում, sense լրիվ ուրիշ, իմ համար մենակ թիվ չի էլի, դա ես հիշում եմ թե ոնց եմ տանջվել իրանց հետ, մանավանդ այն բարդ դեպքերը, երբ որ ունես մի հատ ձվաբջիջ, մի հատ սպերմատոզոիդ ու ստացվում է հղիություն։ Եկել տեսար գիշերը ժամը 10-11-ը աշխատանքային չաթում Լինան գրում է։ Ժողովուրդ, SS ինչից ԽԳ-ից նորություն չկա։ Որ հաշվում է, ֆիքսում է, որ պետք է էմբրիոլոգներն էլ են շատ մեծ աշխատանք տանում, իհարկե իրանց դերը երբեմն չի երևում, բայց ռեպրոդուկտոլոգները շատ են կարևորում ձեր աշխատանքը, այնպես որ իմացեք, որ դուք մեր այս ամբողջ պատմության գլխավոր հերոսներից մեկն եք անպայման։ Առանց լավ էմբրիոլոգի, լավ ռեպրոդուկտոլոգը չի կարող ոչինչ անել։ Առանց լավ ռեպրոդուկտոլոգի էմբրիոլոգի աշխատանքն էլ չի երևա։ Փոխադարձ է, չէ՞։ Մեր աշխատանքը շատ իրար հետ համակցված եւ իրար հաջորդող աշխատանք է դիմային եւ ամեն մեկի դերը շատ մեծ նշանակություն ունի այս ամեն ինչի մեջ։ Համաձայն եմ միանշանակ։ Եկեք մի հատ էլ ուրիշ բան հարցնենք, ավելի շատ գնանք դեպի օնկոֆերտիլություն, այս օրինակ շատ հետաքրքրվում եմ դրանով, ճիշտ ասած երբեմն նաև փորձում եմ ինչ-որ սվոտկաներ անել, հետաքրքրվել օնկոգինեկոլոգներից, որ ուղարկել են ռեպրոդուկտոլոգների մոտ, ու մոտ ինչ քաղցկեղի տիպով, հետո վերադարձը նույն պացիենտների, հա, ուզում ես այսպիսի սվոտկաներ անել, բայց դեռ այդ հարցը իմ մոտ կանգնեց, որտեվ ունեցանք խնդիրներ նույն ձվարանի հյուսվածքը գրիով պահպանման հետ չունենք դեռ Հայաստանում դա արած։ Ունենանք, արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ, մենք աշխատում այդ ունենալու ենք դա։ Ձեր փորձը ինչ կարծիք եք։ Շատ ուրախ եմ, որ այդ հարցը բարձրացրեցիք, որովհետև մենք պատրաստվում ենք Հայաստանում ունենանք պտղաբերության պահպանման հայկական ասոցիացիա, որպեսզի համախմբենք, սիրով, տեղեկատվությունը բարձրացնենք։ Տարիներ առաջ ես նույնպես առաջիններից եղա, որ այդ հարցերը բարձրացրեցի, ես գեմատոլոգիայի ինստիտուտում եմ լեկցիա կարդացել, օնկոլոգիայի ազգային ինստիտուտում եմ կարդացել եւ մեր քիմիոթերապևտներին, օնկոլոգներին բոլորին այդ հարցերը բարձրացրել եմ, որ քիմիոթերապիայից առաջ ցանկալի է կամ ճառագայթային բուժումից առաջ, եթե փոքր կոնքի շրջանում է լինելու, ցանկալի անպայման այդ կանայք ենթարկվեն պտղաբերության պահպանման այս կամ այն պրոցեդուրայի, սառեցնեն ձվաբջիջները, սառեցնեն սաղմերը, եթե ձվարանի վրա ինչ-որ ներգործություն է լինելու ճառագայթային, կարելի է ձվարանը վերևում ֆիքսել վիրահատելով։ Այդ ամեն ինչի մասին խոսելուց հետո շատ դժվարությամբ, բայց որոշ շարժ եղավ։ Շատ լավ է, որ շարժ եղավ, գեմատոլոգներն են հաճախ ուղղորդում, օնկոլոգներն են իհարկե ավելի քիչ, քան կուզենայի, բայց ուղղորդումներ կան։
Ավելի հաճախ մեզ դիմում են կրծքագեղձի քաղցկեղով եւ արյան տարբեր չարորակ հիվանդություններով քիմիոթերապիան սկսելուց առաջ եւ իհարկե մենք զրուցելով, քննարկելով օնկոլոգների հետ, քիմիոթերապևտների հետ, եթե ժամանակ ունի պացիենտը, մենք խորհուրդ ենք տալիս սառեցնել ձվաբջիջները կամ սաղմերը, նոր գնալ համապատասխան բուժման։ Իհարկե մեր երկրում, ինչպես ասացիք, դեռ ձվարանային հյուսվածքի սառեցում չի կատարվում, բայց կարծում եմ, որ համախմբվենք մեր երկրում դա էլ կունենանք եւ ինչպես մյուս ոլորտները մենք նույնպես աշխարհին համընթաց կարող ենք գնալ եւ զարգացնել այս ոլորտը նույնպես մեր երկրում։ Միանշանակ։ Եկեք նաև մանրամասնենք, որ դեպքում ենք սառեցնում ձվաբջիջ, որ դեպքում սաղմ։ Եթե կինը ամուսնացած է, ունի զուգընկեր եւ ցանկություն ունի այդ զուգընկերոջ հետ համատեղ ունենալ սաղմ, բնականաբար մենք գնում ենք եւ ստանում ենք սաղմ, սառեցնում ենք սաղմ։ Իսկ եթե կինը ամուսնացած չէ, չունի զուգընկեր եւ հետագայում պլանավորում է երեխա ունենալ, սառեցնում է այդ պարագայում ձվաբջիջ։ Էշրեի կանոնակարգը զուգընկեր ունեցող կանանց կոնկրետ խորհուրդ է տալիս կիսել ձվաբջիջները։ Այո։ Կեսը ձվաբջիջ սառեցնել, կեսը սաղմ, եթե ձվաբջիջները բավականաչափ են, որովհետև տարբեր հարցեր կան, թե էթիկական, թե անձնական, եւ այդպիսի մոտեցումը նույնպես կիրառելի է։ Մեր մոտ հենց այդպիսի դեպք եղել է, որ կինը բաժանել է, մի մասը բեղմնավորել է այդ պահին իր զուգընկերոջ սերմով, իսկ մի մասը սառեցրել է, որպես ձվաբջիջ։ Այո, որ կան մեզ օգնող շատ գայդլայններ, թե որ հիվանդության դեպքում կարելի է սառեցնել ձվաբջիջները կամ սաղմերը, նոր գնալ բուժման։ Եվ հիմա արդեն, քանի որ կան այդ օգնող գայդլայնները, մենք նույնիսկ ձվարանի որոշ քաղցկեղների դեպքում դա կարող ենք կիրառել։ Հիմա նույնիսկ էնդոմետրիումի քաղցկեղի դեպքում մենք կարող ենք սառեցնել, հետո գնայինքը իր բուժմանը եւ օրգան պահպանող բուժումներ մենք կարող ենք կիրառել, այսինքն նույնիսկ էնդոմետրիումի քաղցկեղի առաջի աստիճանների դեպքում մենք կարող ենք արգանդը պահպանել, վզիկի քաղցկեղների դեպքում մենք կարող ենք չհեռացնել միայն այդ հատվածը, հեռացնել մի խոսքով տարբեր տեխնիկաներ եւ մենք հիմա չենք գնում այդպես ռադիկալ մոտեցումների, որ հեռացնենք ամբողջը ապահովագրենք, ոչ, մենք պետքա փորձենք ինչքան հնարավոր է օրգանը պահպանենք եւ կնոջը տանք շանս բալիկ ունենալու, որովհետեւ դա շատ կարեւոր է ինքնուրույն կրելու։ Այո, եւ մայրական բերկրանքը զգալու եւ ինքդ կրես եւ շատ կանայք փոխնակմոր հնարավորություն հետագայում չեն ունենում, գիտեք դա ինչ ծախսատար է։ Խնդիր է Հայաստանում։ Փոխնակմայությունը Հայաստանում իրական մեծ խնդիր է։ Սիրելի բուժարուներ, իրականում ձվաբջիջներ սառեցնել անհրաժեշտ է։ Դոկտոր Մարգարիտան հարցի պատասխանը տվեց, որ կա գայդլայն, որտեղ որ հարկավոր է, հա, կարելի է եւ ձվաբջիջ սառեցնել, եւ սաղմ սառեցնել, այսինքն կախված իրավիճակից։ Ընդհանրապես ձվաբջիջներ մենք նաեւ սառեցնում ենք, երբ որ խնդիր է առաջանում, այսինքն կնոջ տարիքն արդեն ինչ պատճառով զուգընկեր չունի եւ ցուցումներ կան։ Այդ իսկ պատճառով, եթե ձեր մոտ կա քաղցկեղի հետ կապված ինչ-որ դիագնոզ, միանգամից պետքա դիմեք վերարտադրողաբանի, որովհետեւ այս ուղղակը շատ կարեւոր է։ Վերարտադրողաբան, ռուսկաբան, սաղմնաբան եւ գալիս ենք այն եզրակացության, որ ձեր ռեպրոդուկտիվ առողջությունը պետքա պահպանեք։ Դա միանշանակ Լիդիա, քանի որ խոսք գնաց, մի երկու բառ էլ ասեմ սոցիալական սառեցման մասին, այսինքն որ կանայք արդեն մեծանում են եւ անձնական կյանքը չի ստացվում, իրենք կարող են սառեցնել իրենց ձվաբջիջները եւ դա ցանկալի է անել մինչեւ 38 տարեկանը, որովհետեւ ինչ շատ են դիմում սոցիալական սառեցման համար։ 42, 3 Այո, ես ստիպված եմ լինում մերժել, անկեղծ ասած, որտեվ հետազոտությունները ցույց են տվել, որ 40-ից հետո այո, կարող ես էլի անել, բայց այնքան ցածր էֆեկտիվություն ունեն այդ մեթոդները, որ շատ ոչ արդարացված են։ Դրա համար եթե չի ստացվում անձնական կյանքը կամ դուք պլաններ ունեք ձեր աշխատանքային կարիերայի հետ կապված, ուզում եք հետաձգել։ Այո, հետաձգում եք բալիկ ունենալու պահը, ուրեմն սառեցրեք ձեր ձվաբջիջները մինչև 38 տարեկան, իսկ ցանկալի է մինչև 35 տարեկանը, որ ավելի բարձր արդյունավետություն ունենաք։ Ի վերջո, որ ձվաբջիջ դոնոր եք ուզում վերցնել եւ այլն, ասում եք մինչև հատկապես 35 տարեկան է, հա, մոտեցեք մեզ։ Դե մի քիչ դժվար է, բայց հա ճիշտ է, որովհետեւ տարիքը ցավոք սրտի կինը շատ ավելի կարելի ասել ռեպրոդուկտիվ ֆունկցիայի առումով զգայուն է, հա, ու շուտ է ծերացման ենթարկում, մենք ենք եգական սեռի պատկանում, բայց անատոմիան չեն կարող փոփոխել, դրա համար հիշեք միշտ, որ հարկավոր է ժամանակին, հա, դիմել վերարտադրողաբանի եւ
ճիշտ կարգավորել այս հարցերը։ Դե սաբնաբաններն էլ մեզ կօգնեն այդ հարցում, չէ՞։ Միանշանակ։ Շատ շնորհակալ ենք հետաքրքիր էր հարցերի պատասխանը եւ մոտեցումները։ Ուզում ենք ձեզ ներկայացնել մեր Embryo Guide-ի նոթատետրը եւ գրիչը։ Հիմնականում լոգոն նշանակում է դա երեխան է էմբրիոնի տեսքով, որից դուրս է գալիս պորտալարը ծառի ճյուղի տեսքով, նշանակում է կյանքի սկիզբ եւ շարունակություն։ Դե կանաչ մեր Նինայի սիրած գույնն է։ Ես էլ ավելացնեմ, թող բոլոր ստիմուլյացիաները ավարտվեն էմբրիոնների տեղադրումով կամ սառեցումով, բոլոր տեղադրումները ավարտվեն հղիություններով եւ բոլոր հղիությունները առողջ երեխայի ծնունդով։ Այո, շատ լավ ես ասել Նինա ջան, մենք էլ պիտի աշխատենք, որ դա իրականություն դարձնենք մեր պացիենտների համար։ Առայժմ ցավոք սրտի դեռ գիտությունը այդքան չի զարգացել, որ ամեն տեղադրումը ավարտվի կենթանածնությամբ, բայց հուսով ենք մի օր դրան կհասնենք։ Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար։ Դե ինչ, բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, մեր մոտ շատ հետաքրքիր է լինելու միշտ։ Մի բաց թողեք մեր հաղորդումները, որովհետև ամեն անգամ էլ ավելի հետաքրքիր նորություններ ենք ձեզ բերելու եւ մի քիչ ֆորմատային փոփոխություն ենք ունենալու։ Ես վստահ եմ, որ ձեզ դուր կգա։